Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Այս երկու փոփոխություններով մի քանի ուղղումներ ենք իրականացնում երկու օրենքներում, որոնք հիմա կներկայացնեմ։ Առաջինը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում սահմանում ենք անկախ կյանքի կենտրոնների անկախ կյանքի կենտրոնը որպես նոր հասկացություն եւ որպես հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպություն, որը անկախ կազմակերպա իրավական ձևից կարծում ենք, որ պետք է կարգավորված լինի։ Նաեւ լիազորող նորմ ենք սահմանում, որպեսզի անկախ կյանքի կենտրոնների աշխատանքի կարգը եւ պայմանները սահմանվեն լիազոր մարմնի կողմից, որպեսզի հետագայում, երբ որ մենք առնչվենք այդպիսի կենտրոնների հետ եւ այդ թվում նաեւ պետական ֆինանսավորում իրականացնենք, նրանց ճանաչելու խնդիրներ չունենանք։ Երկրորդ փոփոխություններով առաջարկում ենք թույլ տալ աջակցող միջոցներ տրամադրելու դիմաց ֆինանսական փոխհատուցում տալ ոչ միայն պետական բյուջեի միջոցների հաշվին։ Այսօր մեր կողմից իրականացվող աջակցող միջոցների տրամադրումը ըստ էության ֆինանսավորվում է կամ թույլատրվում է ֆինանսավորել այդ կազմակերպությունները միայն պետական բյուջեի միջոցների հաշվին, որը երբեմն խոչընդոտներ է ստեղծում այլ հնարավոր աղբյուրներից այդ ֆինանսավորումը իրականացնելու համար եւ երբ որ կազմակերպություններ են ի հայտ գալիս, որոնք ուզում են այդ ամեն ինչը իրականացնել, մենք օրենքով սահմանափակված ենք եւ այս դեպքում մենք ունենք նման իրավիճակ, խոսքը զինապահ հիմնադրամի մասին է, ով ցանկություն է հայտնել ֆինանսավորել պատերազմի մեր վիրավորների աջակցող միջոցների ֆինանսավորումը եւ հատկապես պրոթեզների մասին է խոսքը, վերին եւ ստորին վերջույթների։ Եվ մենք խնդրում ենք թույլ տալ մեզ այդ ամենը կարծես թե կարգավորել, որը այս պահին չունենք։ Հաջորդ փոփոխությունը, որը խնդրում ենք թույլ տալ իրականացնել, դա անձնական օգնականի ծառայություններից օգտվելու կարգերին է վերաբերում։ Գիտեք, որ մենք պետական ծրագիր ունենք, որով թույլ ենք տալիս ուսման մեջ կամ աշխատանքի մեջ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց ունենալ անձնական օգնական, որի համար պետությունը վճարում է, սակայն այդ գործընթացը մի փոքր խրթին է եւ մենք երկկողմանի պայմանագրեր ենք կնքում եւ խնդրում ենք թույլ տալ ունենալ մեկ եռակողմ պայմանագիր հաշմանդամություն ունեցող անձի անձնական օգնականի եւ մեր միասնական սոցիալական ծառայության միջև։ Եվ եւս մեկ փոփոխություն հիմնական փոփոխություններն եմ նշում, չհաշված տեխնիկականները, խնդրում եմ թույլ տալ իրականացնել անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում եւ խոսքը ծառայությունների անհատական ծրագրին է վերաբերում, երբ որ առանձնություն է առաջանում դրա մեջ իրականացնել փոփոխություններ, այսօրվա գործող կարգով դա հնարավոր է իրականացնել միայն եթե կրկին անձի ֆունկցիոնալության գնահատում իրականացնենք, չնայած լինում են դեպքեր, երբ որ օրինակ արդեն իսկ իրականացված ֆունկցիոնալության գնահատումից եւ ծառայությունների անհատական ծրագրի մշակումից որոշակի ժամանակ հետո անհրաժեշտություն է առաջանում նոր աջակցող միջոցներ կամ նոր փոփոխություններ իրականացնել ծառայությունների անհատական ծրագրում, որը պարտադիր չի իրականացնել կրկին ԱՖԳ անցնելուց հետո որոշակի արդեն ասեցի նաև տեխնիկական լրացումներ ենք անում, որոնց եթե անհրաժեշտություն լինի առանձին կանդրադառնամ, խնդրում եմ հաստատել օրենքի նախագիծը քվեարկության պահին եւ նաեւ ճիշտ է հանձնաժողովի նիստում արդեն որոշել ենք, խնդրում եմ նաեւ 24 ժամյա ընթացակարգ ապահովել, որովհետեւ նաեւ որոշակի ժամկետների խնդիր ունենք, այսքանը շնորհակալություն, պատրաստ եմ պատասխանել հարցերին։